Պարոն Զաքարյան, բայց եկեք մտածենք, եթե Իրան Իսլամական Հանրապետությունը սուբսիդավորում է իր ցեմենտի արտադրությունը, միգուցե մենք նույնպես դիտարկենք այդ հարցը, որովհետև վտանգավոր է ի վերջո այս արտադրությունը, եթե մենք տեսեք, ամեն ինչ չի որ պետք է որևէ երկիր արտադրի։ Հիմնականում երկրները մասնագիտացվել որոշակի արտադրանքով, մնացածը ներկրում են, այսինքն ապրանքի փոխանակություն են, իրենց լավ ապրանքը վաճառում են եւ վառնում են մեկ այլ ապրանք։ Այսինքն արտադրության իմաստը պետք է կայանա նրանում, որ ունենա որակյալ եւ ցածր ինքնարժեք։ Մենք արդյոք ուսումնասիրել ենք շուկան, արդյոք ուսումնասիրել ենք մեր արտադրողների խնդիրները, արդյոք միայն ձեր նշած էժան գազը եւ էլեկտրոէներգիան են պատճառ, թե նաեւ այլ պատճառներ կա։ Եվ ուսումնասիրությունը թվերի իմաստով խնդրում եմ ներկայացնեք, ինչ թվեր ունենք 23 թվականին, որ օրենք ընդունեցինք եւ 24-ին, որ օրենքը գործում էր, ինչպիսի տարբերություն առաջացավ շուկայում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ասեք, մեր ընդհանուր ներքին հզորությունները, այսինքն այն պահանջարկը, որ կա Հայաստանի Հանրապետությունում 2.5 միլիոն տոննա է, բայց մեր այս պահին որը որ կարող ամբողջությամբ մեր արտադրողը փակել, բայց այս պահին մեր արտադրողները 1.4-ից 1.5 միլիոն տոննա են արտադրում, այսինքն թե ծանրաբեռնված են աշխատում, քանի որ Իրանից ներմուծումները փակում են այդ հատվածը։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, ես կհամաձայնվեի, եթե ռազմավարական ապրանքի մասին խոսք չլիներ, եթե այն հետագայում նաև խնդիրներ չառաջացներ, որովհետև տեսեք, ձեր ասածը ճիշտ է, բայց մասնակի, որովհետև այդ դեպքում էլ մենաշնորհ կդառնա այն երկիրը, որը որ ներմուծում է մեր մոտ, այսինքն օրինակ, եթե մենք հիմա մեր գործարանները բերենք նրան, որ կոլապսի ենթարկվեն ու փակվեն եւ որոշենք, որ մենք չենք արտադրում ցեմենտ այդ ռազմավարական նշանակության ապրանքը, քանի որ մեր մոտ չի ստացվում սուբսիդավորել օրինակ էներգակիրները եւ թողենք ամբողջությամբ պարսկական, իրանական եւ ռուսական արտադրության արտադրանքներին, սա կբերի նաեւ մենաշնորհի ներմուծման ու նույն պրոբլեմը կունենանք, այն պրոբլեմը ինչ որ ունեցել ենք ժամանակին ներքին արտադրողը։ Մեր խնդիրն ինչ է, որ այդ ամեն ինչը կարգավորենք, որպեսզի նմանատիպ խնդիրներ չառաջան, ասենք մենք քաղաքականություն ենք իրականացնում հավասարակշռելու, տվյալ դեպքում հենց հավասարակշռում է։ Ինչ ես մի փոքր դիտարկում էլ անեմ, որ դուք ճիշտ եք նկատել, որ նաև իրանական ցեմենտի դեպքում մեր ինքնարժեքի, այսինքն գնագոյացման մեջ որոշակի տեղ ունի նաև լոգիստիկ ծախսերը։ Տվյալ պարագայում, եթե օրինակ ներմուծողները սկսեն վաճառք իրականացնել Սյունիքի մարզում կամ Վարազդորի մարզում, իրանց մոտ կրկին կլինի որոշակի ցածր գին, այսինքն մենք ներմուծողներին էլ տվյալ պարագայում չենք նեղացնում կամ շուկան կարող է մի փոքր սեգմենտավորվում է որոշակիորեն, բայց տվյալ դեպքում խաղացողները եւ ներմուծողները եւ արտադրողները ունենում են հավասար պայմաններ եւ ունենում են հավասար հնարավորություններ։ Մենք պետքա, ես կարծում եմ, որ պետությունը պետքա եւ ներքին արտադրողներին եւ ներմուծողներին չանտեսի ու կարողանա այդ ամեն ինչը հավասարակշռել։